Պարոն Դանելյան, վերջի օրերին շատ է քննարկվում իմպիչմենտի գործընթացի հետ կապված հարցերը եւ Հայաստան դաշինքը խմբակցությունը նաեւ հայտարարություն տարածեց, որ սա Հայաստան խմբակցության դեմ է այս գործընթացը։ Ինչով եք կարծում, որ Հայաստան խմբակցության դեմ է եւ ինչն է պատճառը, որ փորձում են ձեր դեմ գործողություն գեներացնել։ Որովհետև բազմաթիվ անգամներ ասել ենք, որ Հայաստան խմբակցությանը դեմ չի իմպիչմենտի գործընթացին, այնինչ բազմաթիվ հարցազրույցների ընթացքում այն մարդիկ, որոնք որ նախաձեռնել են, այսինքն այս փուլում ասում են իմպիչմենտի անհրաժեշտությունը կա, անթույլատրելի մեզ համար հայտարարություններ են արել, որ դրան դեմ է Նիկոլ Փաշինյանը եւ Ռոբերտ Քոչարյանը։ Դրանից էլ մենք ասում ենք, որ դա մեղմ ասած ճիշտ չէ, եթե ոչ թիրախավորում Հայաստան դաշինքին, որովհետև Հայաստան դաշինքը մինչև այս իմպիչմենտի գործընթացի այս փուլումի հայտ գալը բազմաթիվ անգամներ ասել է, որ այդ գործիքակազմը հենց մենք ենք ասել, որ պետք է օգտագործվի, բայց դրա համար պետք է մի քանի քայլեր կատարել, հետո նոր այդ իմպիչմենտի գործընթացը ձեռնարկել ու ես հիշեցնեմ, որ իմպիչմենտի գործընթացը սկսելու համար պետք է 36 պատգամավորի ստորագրությունը եւ դրանից հետո էլ կարիք կա, որպեսզի ԿՊ պատգամավորները 18 հոգի, եթե չեմ սխալվում, միանան դրան, որպեսզի գործընթացը իր տրամաբանական ավարտին հասնի։ Մենք այս ընթացքում բազմաթիվ շարժումներ, փողոցային պայքարներ գեներացրել ենք եւ շատ լավ հասկանում ենք, որ այդ վերջնասունքի համար պետք է պլանավորված քայլերի հաջորդականություն, մարդկային ռեսուրսների, ինչու՞ չէ նաև ֆինանսական ռեսուրսները դա պարունակում իր մեջ, նաև կազմակերպչական հսկայական աշխատանք կա տանելու եւ դրա համար ես էլ բազմաթիվ հարցազրույցներում մինչեւ այս իմպիչմենտի գործընթացի այս փուլի հասնելը ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ դա պետք է արվի եւ դրա համար պետք է միասնական ջանքերի համատեղում եւ դրա համար պետք է որպեսզի կուսակցությունները եւ քաղաքական միավորները հայտ ներկայացնող եւ ընդդիմադիր լայն կոնսոլիդացիա լինի, որպեսզի ամեն մեկը իր պատասխանատվության բաժինը ստանձնի, կոնկրետ հստակ ճանապարհային քարտեզը գծվի եւ դրա համար նաեւ անհրաժեշտ է որպեսզի ԿՊ պատգամավորների հետ աշխատանք տարվի։ Այն մթնոլորտը, որ հիմա ստեղծված է, անգամ որ ԿՊ պատգամավորների հետ ինչ որ դեսպանատան կամ ինչ որ մի միջոցառման, որ հրավեր է լինում իշխանության եւ ընդդիմադիր պատգամավորը, անգամ այդ է դառնում քննարկման, քննադատության առարկա, որը որ վերջերս տեղի ունեցավ, հայտնի Ճապոնիայի դեսպանատունը կազմակերպել էր եւ իրենց տոնի կապակցությամբ նաև մեզ են հրավեր եղել, մենք մասնակցել ենք, բայց մենք թիրախավորվեցինք, անգամ դրա համար թիրախավորվեցինք, որ մենք մասնակցել ենք այդ միջոցառմանը, այդ արարողությունը ուրեմն իրենց արարողակարգի մի մասն է, ես ինչի համար եմ ասես մանրամաս ասում, որովհետև Պարզապես հիմա ձեր մյուս ընդդիմադիր գործընկերները հենց հակառակն են ասում են, որ Ռոբերտ Քոչարյանի համակիները, թիմակիցներն են իրենց թիրախավորում, շատ քննադատում եւ մշտական այս հարցը, թե ով բերեց Նիկոլ Փաշինյանին, հիմա իրենք ասում են դուք եք ինչ որ առումով իրենց համակիրն ասում են դուք եք ձեր քայլերով պահում Նիկոլ Փաշինյանին, բայց մենք օրինակ վերջին ասուլի հարցու պատասխանի ժամանակ Սերժ Սարգսյանի եւ ուսանողների Սերժ Սարգսյանը ասաց, որ երբ որ հարց եղավ համաներման հետ կապված Նիկոլ Փաշինյանին բերելու, ասաց, որ ինքը ինչ աներ բոլոր այդ համաներում էր հայտարարված, ինքը պետք է այդ ճանապարհով գնալ, այսինքն այն փաստարկները, որը նաև Սերժ Սարգսյանը ներկայացրեց այդ հարցպատասխանի ժամանակ, ի վերջո պարզ դարձավ, ով է Նիկոլ Փաշինյանին պահում, ով է բերել Նիկոլ Փաշինյանին։ Գիտեք ինչ, ես այդ հարցի վերաբերյալ բազմաթիվ հարցազրույցներ եմ տվել եւ իմ տեսակետը արտահայտել եմ հիմա եւ ժամանակը այս պահին
նախ այդ ժամանակը չէ, որ այս պահին այդներ ընդդիմադիր, այսպիսի կսմիթներով, միմյանց մեղադրանքներով ես դրա կողմնակիցը չեմ։ Ինչ վերաբերում է այդ հարցադրումները 10 թվականից հետո որոշ մարդիկ Facebook-յան օգտատերեր, չգիտեմ, դիմադիր Հայաստան ունեցող մարդիկ ասել են, ես ինչ որ մեկի տեղը չեմ կարող ասեմ, ինչի համար այդ հարցադրումները անում, դա յուրաքանչյուրի իրավունքն է, ինչ կարա նաև ընդդիմադիր տարբեր գործիչներին հարցադրումներ անի, ինչ որ հարցերի պատասխաններ փորձի ստանալ։ Ես հետևյալի կողմնակիցն եմ, եթե կան հարցեր, կան որոշակի պարզաբանման կարիք, այդ թվում ես պետք է այդ պարզաբանումները տամ, ներկայացնեմ, այլ բան այդ պարզաբանումները իմ ընդունելի կլինի, թե չի լինի, համենայն դեպս ես կողմնակից եմ դրան, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ, պատգամավոր ինքը այդ պարզաբանումները ներկայացնի։ Ի վերջո Հայաստանը այնպիսի ծանր մի հարված է ստացել, որը որ մեր բոլորիս մոտ այդ հետքը թողել է։ Ես չեմ ուզում անընդհատ մենք նախկինից կարճած մնանք, որովհետև ապագայում բավականին լուրջ աշխատանք կա անելու։ Մենք անընդհատ եթե նախկինի վրա ենք կարճում, ապագայի անելիքների վրա որոշակի նաև ստվեր է գցվում եւ այդ առումով ես անգամ սրբազան պայքարի շրջանակներում տարբեր քաղաքական միավորների առաջնորդներին, նաև այն մարդկանց, որոնք որ դերակատարություն ունեն, ես հետեւյալ կոչն եմ արել, իրանցում երբ որ գալիս էին տարբեր կուսակցություններ, ասում են, որ բերեք ինչ որ մի պահ այդ հակասությունները, տարաձայնությունները, որոշ նաև միմյանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքը մի կողմ դնենք, որովհետև այն իրավիճակում, որ հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը, մեզ բոլորիս ջանքեր է պահանջում, նաև որոշակի նաև միմյանց նկատմամբ հանդուրժողականություն է պահանջում, որ մենք այս իրավիճակից դուրս գանք։ Իրավիճակից դուրս գանք, այս ամեն ինչից պրծնենք, հետո նոր ով ինչ ուզում է, թող շարունակի ասել, խոսել, չգիտեմ, լավ կլինի, որ չլինի, բայց ամենայն դեպս մենք այն իրավիճակում չենք, որ ընդդիմության ներսում, այսպես ասած, այս գզվրտոցները եւ միմյանց նկատմամբ կսմիթները շարունակվեն, որովհետեւ մենք այսօր խնդիր ունենք, գոյաբանական խնդիր ունենք։ Եվ ես դրա կողմնակիցն եմ, ինձնից կախված ամեն ինչ անում եմ դրա համար, նաև իմ մյուս գործընկերներին, ասենք կադրերից դուրս միշտ այդ հորդորն եմ արել, եւ ես կարծում եմ, որ մենք բավականին լուրջ միմյանց հետ լուրջ ճանապարհ ունենք անցնելու եւ այդ առումով պետք չի մեկը մյուսին, ասպես ասած, չգիտեմ, վարկաբեկելու, խարազանելու, մեկը մյուսին, չգիտեմ, այս ձևով շարունակությունը, նաև ինչու՞ չէ նաև այն մարդիկ, որոնք որ հանդիմադիր հայացքներ ունեն, մեր հազարավոր, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների մեծամասնության սրտով էլ չի դա։ Ես բավականին շատ հանդիպումներ եմ ունենում մեր հայրենակիցների հետ եւ ոչ մեկ էլ անկեղծ ասած սա չի ողջունում եւ ոչ մեկ էլ չի քաջալերում, ասում են գիտեք ինչ կա, շարունակեք այդ գործը։ Մեզ բոլորից մի բան են ասում, հորդորում, ասում են միավորվեք, ջանքերը մեկտեղեք, այս ազգակործան չարիքից ազատվեք։ Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է լսենք այդ հորդորը մեր հայրենակիցների եւ շարժվենք հենց այդ սկզբունքներով։ Քիչ առաջ Հայկ Մամեջանյանը ներկայացրեց լրագրողներին, որ իրենց պատգամավորները իմպիչմենթի հետ կապված համաձայնություն են տվել եւ մուտքագրել թուղթը ինքը ներկայացրեց լրագրողներին համաձայնության իրենց եւ ասաց լրագրողներին, որ եթե տեխնատություն են եւ եթե օրինակ Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյանի տեխնատություն առաջադրի, իրեն հավանության կառանացնեն։ Այս առումով կա քննարկում օրինակ նման։ Չկա քննարկում, ասենք Ռոբերտ Քոչարյանի առաջադրելու հետ կապված քննարկում չկա եւ Հայաստան դաշինքը ինքը պետք է որոշի, որ տեխնատուին ինքը առաջ քաշում, որ տեխնատուն ավելի նպատակահարմար։ Այստեղ կարևորը գիտեք ինչ կա, այն նաև եթե խոսքը գնա տեխնատուի հետ կապված, այդ տեխնատուն պետք է լինի կոնսենսուսային տեխնատու եւ այն տեխնատուն պետք է առաջադրվի, որը որ հնարավոր է իր շուրջը համախմբում տեղի ունենա եւ հնարավոր լինի այդ process-ները
լրացնել, այսինքն որովհետև նույն են մարդկանց, որոնք որ այսպես ասած դուրս են եկել ԿՊ խմբակցությունից, նաև իրենք են հայտարարել, որ օրինակ կմիանան process-ին, եթե որոշակի նախապայմաններ են առաջ քաշել, այսինքն այս առումով դուք նկատում եք, որ այս process-ը հենց նաև երկրորդ նախագահի դեմ է ուղղված բանդանը։ Դե եթե թիրախավորվում է այս ամեն ինչի մեջ Ռոբերտ Քոչարյանը, մենք պետք է ենթադրենք, որ նաև դրա էլեմենտները կա։ Եթե այդպես չլիներ, օրինակ այդ խոսույթով հանդես չեն գա։ Ինչ կարիք կա, որ երկրորդ նախագահին անընդհատ մեջ բերել եւ ստահոդ ապատեղեկատվություն տարածել, թե իբր Ռոբերտ Քոչյանը դեմ է կամ եւ այլն եկել, ասենք այդ անունը շահարկել ինչի համար է, որն է դրա նպատակը, կամ անընդհատ Հայաստան դաշինքին թիրախավորելը, որն է դրա նպատակը, ինչ են ուզում դրանով հասնել։ Ես ինձ համար անընդունել է այդ ամեն ինչ։ Հիմա ենթադրենք process-ը այնպես գնաց, որ ամեն դեպքում տեխնացուի խնդիր առաջացավ։ Դուք պատրաստ եք համատեղ պատիվունեմի հետ քննարկել։ Իհարկե հայտարարության տեքստում կա այդ ամեն ինչը, Հայաստան դաշինքը պատրաստ է, բայց մենք հետեւյալի մասին ենք խոսում, յուրաքանչյուր process։ Կա բացառություններ, այս ինչ տեխնացուի։ Իհարկե, եթե օրինակ տեխնացու բերեն, որը որ մեր համար ընդունելի չի, կամ եթե տեխնացու լինի, որը որ չգիտեմ, ոնց կարամ ես հիմա ասեմ, որ բերեն, օրինակ ես իմ համաձայնությունը կտամ, անուշ կլինի, էլի։ Այսինքն կամ ոնց կարա ինչ-որ քաղաքական ուժը ասի ում էլ որ բերեք ես համաձայն եմ։ Ոնց չի կարա տենց լինի, էլի։ Հետո մենք ինչ ենք ասում, յուրաքանչյուր process չհաջողվելու դեպքում այն անդիմադիր մեր հայրենակիցները հիասթափության հերթական ալիքն է առաջանում, որ յուրաքանչյուր չհաջողված process։ Մենք ասում ենք հենց այդ ամեն ինչ նաև հաշվի առնելով, մենք ասում ենք, որ դա պետք է պլանավորված, նաև շատ ժամանակ դու այդ ամեն գործընթացը պետք է անես, նոր արդեն հրապարակային այդ քննարկումները պետք է լինեն, առանց քննարկումների, առանց միմյանց այդ բաց հարցերը քննարկելու, այն հարցերը, որ բաց են, միմյանց այդ առանց քննարկելու, առանց որոշելու այդ ամեն ինչը չենք կարող, չէ, մենք ասենք հա ով ուզումա թող լինի, ինչ ուզումա թող լինի process-ը։ Տենց չի ով ուզումա լինի եւ ինչ արդյունք ուզումա ունենա։ Մենք եթե մի բան անում ենք, մենք պետք է միտված լինենք արդյունքի։ Այդ ամեն ինչը հենց Հայաստան դաշինքը հենց այդ ասում, ուրիշ բան չի ասում, վայ չէ, չպետք է անենք, վայ չէ, ինչի համար։ Մենք կորցնելու բան չունենք, ինչ է ձեզանից գնում, արեք էլի։ Դե կորցնելու բանը հետեւյալն է, եթե մենք ինչ-որ մի process-ի գնում ենք, պետք է դրան լուրջ վերաբերվենք։ Ասենք սա շատ կարևոր քայլ է եւ չպետք է անես անելու համար։ Ես օրինակ ինչ-որ բան չեմ անում անելու համար։ Անում եմ արդյունքը ակնկալելու եւ դրան հավատալով եմ անում։ Ինչ-որ որ անում եմ, ինչին որ այդ նախատրամադրվածությունը կամ ինչի որ բազան չես ունենում եւ անում ես ընդհանրապես անելու համար, բարձր որ ցանկացած գործ անում ես անելու համար լավ արդյունքի չի հասնում կամ ենթադրյալ արդյունքի չի հասնում։ Եվ հիմա դուք լրագրող եք, ձեր լրագրությունը անեք այնքանով որ անում եք, կամ ես падգամավոր լինեմ այնքանով որքանով որ падգամավոր եմ, չի լինում, չէ՞, տենց օրինակ։ Ես սովոր չեմ այդ գործելավոճին։ Ես պետք է այդ աշխատանքի կազմակերպական փուլը, ընթացքը եւ նաեւ հնարավոր դերակատարներին եւ ես նշեցի այդ ամեն ինչը պատկերացնես, կազմակերպես եւ այդ կազմակերպված process-ի արդյունքում նաեւ դրանով է նաեւ վստահություն առաջացնում նաեւ այն մեր հայրենակիցների, որոնք որ հասկանում են, որ չես անում դա անելու համար, անում ես արդյունքի հասնելու համար։ Դուք ոնց եք պատկերացնում, մենք ասենք, հա դե բանը անում ենք, կլինի, չի լի։ Ես մեզ հավատացող մարդիկ ոնց կմիանան այդ ամեն ինչին։ Կասեն դե բանը անում են էլի, կլինի, չի լի, ես ինչի պետք է միանամ դրան։ Բայց ինչ process-ների ես մասնակցել եմ, ես խորապես հավատացել եմ դրա սկզբին, ընթացքին ու ավարտին եւ բավականին դրա հետ կապված նախապատրաստական աշխատանքներ արվել են։
նույն սրբազան պայքարի շրջան, երբ որ գիտենք, որ օրինակ Գիրանցում հայերենահանձնումը տեղի ունենալու, այդ մինչև այդ մեր շարժվելը դեպի մայրաքաղաք, մենք բավականին աշխատանքներ տարել ենք, պրոցեսներ են գեներացրել, ինչ որ տրամադրվածություն առաջացել ժողովրդի մոտ, մենք էլ ենք հասկացել, որ արդեն այդ ուժը, այդ հնարավորությունը կա արդեն պրոցեսները Երևան տեղափոխելու, մենք արդեն այդ պրոցեսը արդեն Տավուշից տեղափոխել ենք մայրաքաղաք, այսինքն հենց ինչ որ մի բան չի լինում, էլի ասածս այդ է, ուրիշ այդտեղ ինչ որ դավադրություններ որոնելու, ինչ որ մեղավորներ գտնելու կամ համարելու, որ մենք իրական ընդդիմադիր չենք, մենք ոչ մեկին այդ հիմքը չենք տվել։ Մենք մեր գործունեության ընթացքում կլինի դա հայրենիքի պաշտպանության գործում, թե քարորիային, թե դրանից առաջ, թե 44 հարցեր տալ եւ հետո գնալ տուն, դա չի նշանակում զբաղվել ընդդիմադիր գործունեությամբ։ Ես կարամ իմ եւ իմ գործընկերների անունից ասել։ Ես կարող եմ ներկայացնել 18 թվականից հետո մեր գեներացրած շարժումները դեղին քարտից սկսած, այնուհետև դրանից հետո եղել է 44-օրյա պատերազմը, մենք ծանրակշիռ մասնակցություն ենք ունեցել առաջնագծում, դաշնակցական գումարտակներն են այդ առաջնագծում եղել, եւ դրանից հետո էլ արդեն որ Արցախի հայտնի հայրենահանձնումից հետո նաև այդ process-ներում միշտ եղել ենք առաջին գծում, ծեծվողն էլ ենք մենք եղել, ծեծողն էլ ենք մենք եղել, այդ ամեն ինչի մեջով անցնողն էլ ենք մենք եղել, այդ զրկանքները կրողն էլ ենք մենք եղել, այսինքն ուզում եմ ասել, որ մենք հենց այնպես ընդհանրապես մանդատ կրող չենք, որ գալիս ենք եւ մեր պարտականությունը կատարում ենք, հետ ենք դառնում։ Մենք ձեր աչքի առաջ, լրագրողների աչքի առաջ արել ենք, ես չեմ ասում մենք հիացած ենք մեր աշխատանքով, ես չեմ ասում թե մենք այնպիսի իդեալական աշխատանք ենք տարել, որ քննադատությունների տեղիք չկա։ Իհարկե, եթե Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա իշխանություն է, ուրեմն մենք եւ թերացումներ ենք ունեցել, եւ բաստողումներ ենք ունեցել, եւ ինքներս մեր աշխատանքից գոհեր չենք։ Անձամբ ինձ ես բազմաթիվ անգամներ ասել եմ, ինքս ինձ միշտ այդ հարցերը տվել եմ, անձամբ ինքս ինձնից գոհ չեմ, միշտ ներողություն եմ խնդրել մեր հայրենակիցներից, ում հույսերը ինչ որ մի պահի չեմ արդարացրել, չեմ կարողացել, ուժս չի հերիքել, չեմ կարողացել, բայց այդ նվիրումը հաստատ անկեղծ է եղել, այդ իմ մղումները հաստատ ու իմ գործընկերների մղումները հաստատ անկեղծ է եղել եւ ոչ թե ինչ որ մի չենք ուզեցել որ լինի, ուզեցել ենք որ լինի, բայց ուժներս չի պատել, չի հերիքել, ընդհանրապես այդքան մի բան։